Հայկական երկրորդ Ստալիկների Կասյան, Տիկին Հոհանյան, Նիկոլ Փաշինյանը իր վերջին ճեպադրություններում պարբերաբար խոսում է լրագրողների մասին, ասում է, եթե մենք չընտրվենք, կդառնանք հաշմանդամ, ֆայլաբազարում կկանգնենք, գործ չեք ունենա։ Արդյոք այս քայլերով նաև բացի նրանց, որ ստիպում է, այսպես ասենք, գնալ եւ ընտրել իրեն, դուք ասում եք, որ չունեն կարմիր գծեր եւ փորձում են լրացնել, արդյոք կարողանան նաև լրացնել լրագրողներին։ Երկու տարբեր հարցեր էին, ես փորձեցի հասկացա, որ փորձում են լրացնել, սաստել, սահմանափակել, մեզ համար դժվար աշխատանքային պայմաններ ստեղծել, հոգեբանորեն ծանր իրավիճակ ստեղծել, այդ ակնհայտ է եւ դրա շուրջ նույնիսկ վեճեր չկա, ուղղակի գիտեք, մենք նաև լրագրողներս իմունիտետ ենք ձեռք բերել, այս տարիների ընթացքում, մեզ հեշտ չի այդ տեսակ խոսքով կամ քայլերով, նույնիսկ այս քրեական գործեր, չգիտեմ, քաղաքացիական հայցեր եւ այլն, այս ամենով այդքան հեշտ չի մեզ սահմանափակել, որովհետեւ ի վերջո խոսքի, ազատ խոսքի պահանջը դա բնական պահանջ է եւ միակ չասեմ, բայց այն ամենակարևոր ձեռքբերումներից է, որ մենք մեր Հայաստանի պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ունեցել է այս 30-40 տարվա ընթացքում։ Ինչու՞ պիտի մենք կամովին հրաժարվենք մեր ձեռքբերումներից, այդ մեկ։ Երկրորդը, ինչ է նշանակում հաշմանդամ, չգիտեմ, ֆայլաբազար, իսկ որ ժամանակներում է Հայաստանում լրագրողը հաշմանդամ դարձել, ես ինչ-որ չեմ հիշում։ Իհարկե, եղել են միջադեպեր, եղել են քաշքշուկներ, եղել են վիրավորել, եղել է նույնիսկ ծեծի դեպք, բայց նախ ժամանակը գնում է, զարգացում կա, պետությունը փոխվում է, մարդիկ են փոխվում, եւ հետո ի վերջո բատասու թվին ձեզ բերեցինք, որ դուք գնաք նորից էլի շմայսի ու չգիտեմ թոխմախի մհերի հետ համեմատվեք, Բա դուք են մարդիկ եք, որ լրագրողների ընկերներն եք, լրագրությունից եք եկել, դուք ազատ խոսքի ջատագովներն եք եղել, 1000 հատ ճառ եք ասել ձեր գոյության ձեր կյանքի ընթացքում։ Հիմա նորից ուզում եք համեմատվել այն բռի, այն վայրի ժամանակների հետ։ Մենք թույլ չենք տա։ Եվ էլ չեմ ասում, որ ձեր մեջ էլ հիմա շմայսներ կան։ Հիմա ձեր Ռուբեն Ռուբինյանն ու Վահագն Ալեքսանյանը ինչով է շմայսից տարբերվում։ Ինչով։ Ոչնչով, հələ շմայսը միտեղ կգար, ներողություն էլ կխնդրեր, միտեղ կասեր, կներեք, ես անգրագետ մարդ եմ, բա իրենք ասում են, մենք կրթություն ենք ստացել, Եվրոպաներում էսում էնում, էդ է ձեր կրթությունն ու շնորհքը, Այնուամենայնիվ մնում է տարակուսերի, թե ինչու լրագրող Նիկոլ Փաշինյանը, որ հիմա վարչապետի պաշտոնում է, մամուլի շատ լավ իմանալով եւ հասկանալով մամուլի դերը, նշանակությունը, ազդեցությունը հասարակական քաղաքական գործընթացների վրա, հանրային կարծիքի ձևավորման վրա, փոխանակ փորձի համագործակցել կամ համագործակցության եզրեր գտնել լրատվական միջոցների հետ, մնալով գուցե եւ ես ասած տարբեր կողմերում, գնում է ավելի հաճախ գնում է դիմակայության ճանապարհով։ Կարծում եմ, որ հենց այդ քո ասացի մեջ է նաև պատասխանը, որ ինքը նաև հասկանում է մամուլի խոսքի ուժի ազդեցությունը եւ գիտի, որ ինքը հենց այդ խոսքի ուժով է եկել իշխանության, դրա համար էլ վախենում է, որ հիմա կարող է իր իշխանությունը իր ձեռքից խլեն հենց խոսքի ուժ ունեցող մարդիկ, նաև այդ է պատճառը, եւ երկրորդն էլ գիտես այս վերջի գոնե 1-2 տարին այնքան իրանք նյարդային, անհավասարակշիռ, ցնցումային, հիստերիկ վիճակներում են, որ շատ դժվար է տրամաբանություն տեսնել իրենց գործողությունների մեջ։ Չես նկատել, նույն խոսքի մեջ ինքը ուրեմն հարձակվում է լրագրողի վրա, սկսում է գոռալ վիրավորել, կեսից հասկանում է, որ չափն անցել է, կեսից սկսում է ներողություն խնդրել։ Այսինքն մի մարդը այնքան երկվության մեջ է իր անձը, ինքը չի կարող դաժե կողմնորոշվի, վիրավորի, թե բարեկամություն անի, ներողություն խնդրի, թե բան անի, կոպտի, ֆայլաբազար ասի, թե ասի դուք պիտի ձեր մասնագիտական որակները բարձրացնեք, որ մենք իրար հետ երկար դեռ ունենք համագործակցելու։ Դե ինքը այդպես բան վիճակում է, չկողմնորոշված, անորոշ, չգիտի երևի ապագան ինչ է սպասվում իրեն, անհանգիստ է, երևում է, որ վախեցած է, երևում է, որ այս ընտրությունները շատ նյարդային վիճակում են իրենց բոլորին դրել եւ իրենք չգիտեն իրենց ապագան։ Ես երեք օրինակ մի բան մի դիտարկում արեցի։ Թվում է թե 2026 թվականն է, իշխանությունը պիտի
սենց ասած ընդլայնված լիներ, նոր մարդիկ հայտնվեին, սերնդափոխության ինչ-որ փորձեր արվեին, ի վերջո հասարակությունը փոխվում է, աճում է, մարդիկ գնում են կրթություն են ստանում եւ այլն։ Դուք տեսեք, իրենց թիմում մի հատ նոր մարդ չկա։ Իրենք մնացել են 18 թվի իրենց, այն էլ մի մասի հույսին։ Էտա չէ, իրենց կորիզը լավերը նույնիսկ թողել գնացել են, մնացել են այդ մի խումբը, ովքեր պատրաստ են խելակորույս առանց առարկության ենթարկվել Նիկոլին եւ այդ ուսապարկի դերում, կոճակ սեղմողի դերում իրենց արդարացրել են։ Միայն այդ մարդիկ են, չէ՞, մնացել այդ թիմի կազմում։ Այսինքն ոչ մի հստությունը կներեք, դուք բացատրում եք նրանը, որ կարող է եւ չվերարտադրվեն։ Այո, իհարկե։